Իսրայելի ռազմավարական դաշնակից Ադրբեջանը կարող է խնդիրներ ունենալ Իրանի հետ։ Ադրբեջանի տարածքը Իրանի դեմ հարձակումների համար օգտագործելու մասին տեղեկությունների ֆոնին Թեհրանը Բաքվից պարզաբանումներ է պահանջել։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, կան կոնկրետ փաստեր, որոնք կարող են փաստել, որ Իսրայելը Ադրբեջանի տարածքն օգտագործում է Իրանի դեմ հարձակվելու համար։ Դե կոնկրետ ապացույցներ առայժմ չկան, բայց Թեհրանը որոշ հիմքեր ունի այդ իմաստով մտահոգված լինելու համար, իսկ Ադրբեջանում էլ փորձում են ամեն ինչ անել, որպեսզի Թեհրանում չկարողանան համոզվել, որ այդպիսի անուղղակի աջակցություն այնուամենայնիվ եղել է։ Օրինակ, 3 առաջին օրը Ալիևի օգնական Հիկմետ Հաջիևը հերքել է մամուլում եւ սոցցանցերում տարածվող տեղեկություններն այն մասին, որ էթնիկ ադրբեջանցիները Իրանում օգտագործվում են Իրանի դեմ ահաբեկչությունների, դիվերսիաների եւ հետախուզական գործողությունների համար։ Իսկ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյրհուն Բայրամովը իր իրանացի գործընկեր Արաքչի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները երբեք թույլ չեն տա, որ Ադրբեջանի տարածքը օգտագործվի Իրանի դեմ հարձակումների համար։ Այնուամենայնիվ ակնհայտ է, որ առնվազն անուղղակի աջակցությունը իսրայելական այդ հարձակման համար Ադրբեջանը ցուցաբերում է։ Այսինքն Ադրբեջան անուղղակիորեն օգտագործվում է որպես պլացդարմ Իրանի դեմ հարձակման համար։ Իհարկե, օդային տարածքը Ադրբեջանի չի օգտագործվել, այսինքն բառից բուն իմաստով ինքնաթիռներ Ադրբեջանի տարածքով չեն անցել Իրանը ռմբակոծելու համար։ Պարզապես դրա համար անհրաժեշտությունը չկա, եթե քարտեզին նայենք, հասկանանք, որ բավական է Սիրիայի եւ Իրաքի օդուժը օգտագործելու համար, բայց այնուամենայնիվ ենթակառուցվածքը Ադրբեջանի Իսրայելի համար պարտադիր է եղել եւ գիտենք, որ վերջին 4 տարվա ընթացքում Իսրայելը այդ ենթակառուցվածքը Ադրբեջանի հարավային շրջաններում ստեղծում էր։ Մասնավորապես դաշտային Արցախի տարածքում այդ 3 օդանավակայանը, որը այնտեղ կառուցվել է, մի բան ինչի կարիք Ադրբեջանը բոլորովին չուներ, իրականում արվում էր քողարկելու համար այն, որ այդ տարածքում լինի ենթակառուցվածք, որը հնարավոր կլինի օգտագործվել ահա այսպիսի պայմաններում։ Բայց նաև կան փաստեր կամ վկայություններ այն մասին, որ նույնիսկ օգտագործվել է հենց օդային տարածքը ևս։ Մասնավորապես իրանացի փորձագետ Էսխան Մոհամեդյանը հայտարարել է, որ Արդեբիլ ադրբեջանաբնակ նահանգում նկատել են մարդիկ, որ անօդաչու սարքերը եկել են հենց Ադրբեջանի սահմանի կողմից։ Եվ այդ փորձագետը, քաղաքագետը հայտարարել է, որ մեջբերում եմ նրա խոսքերը, որոշ հարևաններ փորձում են մեր համբերությունը, ակնարկելով առաջին հերթին Ադրբեջանի իշխանավորներին։ Կամ օրինակ այդ նույն Արդեբիլ քաղաքում ապրող մի երիտասարդ տեսանյութ է տարածել համացանցում, որում ասում է, որ անձամբ տեսել է, որ հենց Ադրբեջանի սահմանից են գալիս այն անօդաչու սարքերը, որոնք ռմբակոծում էին Արդեբիլը։ Իսկ Թավրիզը, որ ամենաշատ տուժած քաղաքներից մեկն է, նույնպես այդ օդային հարձակումները այդ քաղաքում դժվար է պատկերացնել, որ հնարավոր կլիներ իրականացնել հարևան երկրի տարածքից այդ ենթակառուցվածքները օգտագործելու կամ ուղղորդելու միջոցով։ Իսկ ամենամոտիկ օտար երկիրը այդ տարածքին Ադրբեջանն է։ Այդ ամենը իսկապես թույլ է տալիս կարծել, որ առնվազն անուղղակի ձևով Ադրբեջանը ներգրաված եղել է։ Իսկ ինչպես կարող է Թեհրանը պատասխանել Բաքվին, եթե հաստատվեն այդ տեղեկությունները։ Իրանի ղեկավարները հայտարարել են, որ ցանկացած Իսրայելի հետ կապ ունեցող օբյեկտ, լինի դա ցանկացած երկրում, լեգիտիմ թիրախ են համարելու։ Եվ կարծում եմ, որ այդպիսի թիրախներ Իրանի ղեկավարները կգտնեն եւ Սիրիայում եւ Իրաքում։ Հիմա հարցը դրանում է, արդյոք Ադրբեջանին նման հարված հասցնելու անհրաժեշտություն կնկատեն, թե ոչ։ Եվ տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանում անգամ նպատակաուղղված փորձում են սադրել Իրանի իշխանություններին ահա այդպիսի հարված հասցնելու համար։ Դա կարող է եւ օգտակար լինել Ադրբեջանին, մասնավորապես այդպիսի հարվածի արդյունքում Ադրբեջանը ել ավելի կավելացնի իր կշիռը, աշխարհաքաղաքական ազդեցությունը արևմուտքի աչքերում։ Կամ նման հարվածը Իրանի կողմից կարող է արդարացնել Հայաստանի հանդեպ Ադրբեջանի հնարավոր ագրեսիան Սյունիքում, օրինակ։
Այդ ամենը հաշվի առնելով կարծում եմ, որ մեր շահերից կբխեր, որ Իրանի եւ Ադրբեջանի միջև ուժային համենայն դեպս ձևով խնդիրներ չլուծվեն այս շրջանում։ Բայց Իրանը կարող է նաեւ ոչ ուժային տնտեսական լծակներ գտնել Ադրբեջանին պատասխանելու, Ադրբեջանին պատժելու համար։ Օրինակ կարող է ստեղծվել իրավիճակ, երբ Իրանի իշխանությունները կխթանեն, կխրախուսեն հարավային հյուսիսային նահանգներում ապրող թուրքալեզու բնակչությանը, որպեսզի նրանք անցնեն սահմանը Ադրբեջան եւ այնտեղ քաղաքական կամ այլ ապաստան փնտրեն։ Դա կարող է զանգվածային բնույթ կրել, մի բան, ինչը նույնպես սպառնում է Ադրբեջանին, քանի որ այդ մարդիկ կարող են օգտագործվել Իրանի իշխանությունների կողմից։ Տնտեսական լծակներ կան, որոնք Իրանի իշխանությունները կարող են օգտագործել, մասնավորապես տրանզիտային այդ միջանցքները փակելու, դա եւս կարող է ցավոտ լինել Ադրբեջանի համար։ Արդյոք մյուս կողմից ադրբեջանական քարոզչամեքենան օգտագործվում է իրանցիների աչքերում հայերին վատլույսի ներքո ներկայացնելու համար։ Այո, մի քանի այդպիսի հրապարակում ադրբեջանական լրատվամիջոցները իրենց թույլ էին տվել, մասնավորապես Վեստի Ազ պարբերականը պնդում էր, թե իբրև թե Թեհրանում ապրող հայերը օգտագործվում են Իսրայելի հետախուզական ծառայությունների կողմից լրտեսության եւ դիվերսիաներ իրականացնելու համար։ Մի բան, ինչը իհարկե բացարձակ սուտ է եւ որևէ հիմք չունի, եւ այժմ արդեն բողոքարկում են Google News-ի կողմից հարթակ օգտագործելու իրենց իրավունքը եւ միգուցե նաեւ Google News-ը պատժամիջոցներ կիրառի ադրբեջանական այդ պարբերականի նկատմամբ կեղծ լուրեր տարածելու համար։ Փոխարենը ակնհայտ է, որ ադրբեջանցիները եւ Ադրբեջանն են իրենց թշնամաբար տրամադրված Իրանի նկատմամբ։ Գիտենք, որ Բաքվում Իսրայելի հետ համերաշխության ցույց էր կազմակերպվել այն պայմաններում, երբ Ադրբեջանում ցույցը ընդհանրապես արգելված երևույթ է, այսինքն ակնհայտ է, որ իշխանությունները ոչ միայն արտոնել են, այլ նաև խրախուսել են։ Իրանում գործող ադրբեջանական Azer News պարբերականը կոչ էր անում թուրքալեզու իրանացիներին մասնակցել ռազմական գործողություններին, դասալիքության գնալ եւ անգամ օգտագործել այս հնարավորությունը հարավային Ադրբեջանի գաղափարները առաջ տանելու համար։ Եվ Արդեբիլ ադրբեջանաբնակ քաղաքում շատերը այդ պատերազմի մասին լուրը լսելուց անմիջապես հետո բարձրացրել էին ոչ թե Իրանի պետական դրոշը, այլ Ադրբեջանի դրոշը, մի երկրի, որը Իսրայելի ռազմավարական դաշնակիցն է։ Դա նկատել են Թեհրանում եւ կարծում եմ անհրաժեշտ եզրակացությունները եւս կանեն։ Իրանական սոցցանցերում տարածված է մի կեղծանկար, մի ծաղրանակար, որում պատկերված է իսրայելական ինքնաթիռը, որին լիցքավորում են ադրբեջանական վառելիքով։ Եվ այդ պատկերը տարածվում է հետևյալ գրառմամբ. վառելիք, որը բարեկամն է մատակարարում։ Այսինքն այս ամենը իհարկե շատերի աչքերը Իրանում բացում է իրականության վրա։ Արդյոք Արևմուտքը ձգտում է վերացնել այաթոլաների իշխանությունը եւ նոր ուժեր բերել իշխանության։ Այդ սցենարը որքանով կարող է մեզ համար վտանգավոր լինել եւ այդ հնարավոր ուժերը ինչպիսի վերաբերմունք ունեն մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ։ Նախ առայժմ վաղ է խոսել այդպիսի սցենարի իրատեսական լինելու մասին, բայց որևէ լուրջ վտանգ չեմ տեսնում հաշվի առնելով, որ այն, որոնց ամերիկացիները, եվրոպացիները դաշնակից են պատկերացնում, մեզ համար կարևոր հարցերում սկզբունքային տարբերություն չեն տեսնում ներկայիս իշխանությունների հետ, մասնավորապես դա կապված է թուրքալեզուների անջատողականության հետ։ Ռեզա Փեխլևին, վերջին շահի որդին, ում ամերիկացիները դաշնակից են համարում եւ ում կցանկանային բերել իշխանության, թուրքալեզու անջատողականության նկատմամբ չափազանց կոշտ վերաբերմունք ունի, միգուցե նույնիսկ ավելի կոշտ, քան քո հիշատակած այաթոլաների ռեժիմը։ Նա բազմիցս արտահայտվել է այն մասին, որ եթե իշխանության գա, ոչ մի հնարավորություն չի տա թուրքալեզու անջատողականներին դրսևորվելու եւ իրենց քաղաքականությունը իրականացնելու։ Այդ թուրքալեզու անջատողականները վերաբերվում են Ռեզա Փեխլևիին չափազանց բացասական։ Նույնը վերաբերվում է նաեւ
ազատ Իրանի շարժում քաղաքական միավորմանը, որը նույնպես այդ հարցում շատ կոշտ եւ հստակ դիրքորոշում ունի։ Այսինքն մեզ համար կարևորագույն հարցերում Իրանի էլիտաները գրեթե կոնսենսուս ունեն, այս կամ այն չափով տարբերվում է, բայց որևէ պես մեզ համար վտանգավոր տարր իրենց հռետորաբանության մեջ ես չեմ նկատել։ Շնորհակալություն։